Ուրեմն ռուսական հեռուստաալիքներից մեկի հաղորդավարը Սալավյովը խոսացել է, ինչ որ ասել է, որ Հայաստանի վրա եթե պետք լինի պետքա ոնց որ SVO արեցինք բանում Ուկրաինայում եւ այլն, կամ ինչ օրինակա բերել Վենեսուելան, Տրամպը, որ այսօրվա աշխարհակարգը փոխվել է, արդեն ուժեղին են լսում, որ իրենց ուրեմն վլիանի ոնց էր հայերեն ներգործության շրջանակում եղող երկրներին չի կարելի ձեռքից բաց թողել եւ այլն եւ այլն։ Հա։ Հիմա խոսացել է, ասել է իր կողմից դա իր տեսակետն է։ Հիմա տեսեք ինչա կատարվել, ամբողջ ուխտերի քարավանը, տեսել եք չէ, ուխտերը դնչկալներով իրար պոչից կապած, որ գնում են, որ կողմը առաջի ուխտին տանում են, այն կողմը մնացածը գնում են։ Վերջերս դե տեսել եք, որ այդ բոլոր ուխտերը բառաչում են նույն ձայնով, նույն ելևեջներով, եթե գլխավոր ուխտապանը ասում է, սենց պետք է լինի բոլորը հերթով պետքա բառաչեն։ Եթե մեկը այդ օրը չբառաչեց այդ թեմայով, երևի հաջորդ օրը SMS կստանա եւ աշխատանքից կազատվի։ Հիմա այդ ուխտերի մասին, որ բառաչում են, կապված այդ հաղորդավարի հայտարարության հետ։ Այդ որ մեր գլխին կապում եք ես ձեր ցեղակիցներին, ձեր թլպատ աղբերներին, հարևան երկրներին, որ ներկայացնում եք հայերից, թե դրանք ձեր համար լավն են, խաղաղասեր են, ընկեր են, որ իրանց հետ պետքա առևտուր անել, իրանց տուֆտա բենզինը պետքա քշել, պետքա իրանց համար ճանապարհ տրամադրել, դրանից մենք կհարստանանք, չգիտես ոնց եւ այլն եւ այլն։ Բա նայել եք դրանց, ուրեմն լավ հերուստա ծրագրերի մասին չխոսենք, որտեվ այնտեղ սկսած իրենց կավեներից, վերջացած իրենց բոլոր հերուստա շոուներով եւ այլով ուղղակի միզում են ձեր շեֆի վրա։ Ձեռ են առնում, ոնց որ ձեռ կառնեն աշխարհի ամենանվաստին։ Բայց դա մի կողմ, հաղորդավարները դնենք մի կողմ, սա Ռուսաստանի ինչ որ հաղորդավար է ասել, ոչ թե պաշտոնական անձ, գանք այդ ձեր գոված հարևան, բարեկամ երկրի պաշտոնական ուրեմն դեմքերի հայտարարություններին։ Ասենք են Ալիևի կամ նրա տեղակալների դրսում, ներսում, արտասահմանում շոուների ժամանակ, հարցազրույցների ժամանակ, պաշտոնական հարցազրույցների ժամանակ նրանք ձեր չի արա, այսի ձերը չի, մեր երկիրը անվանում են Արևմտյան Ադրբեջան։ Մեր մայրաքաղաքը Երևանսկե խանստվը։ Ասում են, որ մենք ընդհանրապես թե չենք եղել եւ իրավունք չունենք լինելու։ Պաշտոնապես ասում են։ Բա մի հատ բխկած է կարա, մի հատ խոստիկանը ոնց էր ասում, մի հատ ասի պու։ Սլաբո, ասել նույն այդ Սալավյով հաղորդավարը։ Վախում եք արա։ Չեք վախում եք։ Փողերն առել եք, կերել եք։ Երկիրը ծախել եք եւ իրավունք չունեք ասելու որևէ բան։ Բա մի հատ խոսացեք, ասեք, ես ինչ ես ասում։ Ինչ մի խառնվել են այն թուրքի Արաբաթը կանչել է, նոտայա տվել եւ այլն։ Այդ ինչ մի խառնվել եք իրար մի հատ հաղորդավարի ասածով։ Արա, ձեր շեֆի երկրում, ձեր շեֆի, այո, ձեր շեֆի երկրում, Ալիևի երկրում, ձեր շեֆից բռնած բոլորը ասում են, որ էսի իրանց հողերն է։ Բա մի հատ պու արեք արա, բա մի հատ խոսացեք։ Բա մի հատ կանչեք, գնացեք եւ դեսպաններին կանչեք, իրանց դեսպանատունը չկա, մնացած դեսպաններին կանչեք, ասեք արա, ինչ ասում։ Մեր ինքնիշխանության մասին խոսում, ասում է, էս իրանց Արևմտյան Ադրբեջանն է։ Գինի են արտադրում, արտասահման են ուղարկում այդ գինին, վրան կտեսել եք բասար քեչար գինին վերջերս դրել եմ իմ էջում։ Հա? Կամ տեսել եք տեղանունները, քարտեզա գրած։ Տեսել եք, որ երկրում է իրենց այդ գինու վրա քարտեզի մեջ այդ Սևանա լիճը գտնվում։ Տեսել եք։ Հա? Այս հերետիկոս հողատու հերետիսոկոսի ամորձիները պաչող Սևանի ավազանի որոշներ, որ միջև այսօր գար եք մորթում ու լպստում եք համապատասխան տեղը։ Տեսել եք ձեր Սևան լիճը, մեր Սևան լիճը, դա ձերն էլ չի։ Իրենց քարտեզում ինչա գրած եւ այդ
Գյուղը, որի մեջ դուք ապրում եք, ինչ անուն ա դրած այդ գյուղին, թե դա ձեր սրտով է։ Ձեզ էլ են դրանք բարեկամ։ Դուք էլ եք դրանց ցեղից ցրթվել։ Եթե ոչ, պետքա որ դա ձեզ դուր չգա։ Եթե հայ եք, հաստատ ձեզ դուր չի գա դա։ Նույնց եմ ասում, ոչ մեկ թող չվիրավորի, եթե հայ ես, դու հաստատ քեզ դուր չի եկի եւ դրա դեմ դու կպայքարես։ Իսկ եթե հայ չես, այս ամեն ինչը քեզ է վերաբերում։ Բա մի հատ նոտա արեք, մի հատ գրեք, մի հատ բոկ, կամ որ գնում ես հանդիպում Տրամպի մոտ։ Բա մի հատ ասա ախպեր, ես մարդը եկել աստե քո մոտ բան աստորագրում, գնում անդե ասում է որ հետի արևմտյան Ադրբեջան, ես պետք է գծեմ ձեր ոնց ուզեմ, ես պետք է գծեմ ձեր սահմանները։ Բա մի հատ խոսացեք, մի հատ ձեն հանեք։ Չեք կարա, որովհետև դուք հայ չեք, որովհետև այս ձեր երկիրը չի, դուք ստե ծնվել եք, մեր լեզվով խոսում եք, մեր մեջ ապրում եք մեզ ատելով հայերիս, որովհետև ձեր նպատակը մեզ վերացնելն է, ոնց որ ձեր քոչվոր անցեղ բոշա ցեղերի, թլպատ ցեղերի նպատակն է։ Դուք ուղակի լավ նստեցիք, ձեր ցրտան, ուրեմն հավերը ձեզ ցրտեցին, պահեցին, միջև որ բախտ վիճակվեց, որ դուք կարող եք ինչ-որ որոշում կայացնեք, եւ այդ որոշումների գլխավոր նպատակը մեզ վերացնելն է, հենց դրա համար էլ ընկել եք հայերի միակ, երբեք չսասանված, չկործանված, չկզած, հայի ազգությունը պահող միակ կառույցի քանդումը, դա ձեզ հրամայել են ձեր թլպատ տերերը։ Եվ այսօր էլ վնգստում եք, որովհետև նույն այդ հաղորդավարի ասացի մեջ մի բան կա, որ չթողեն Հայաստանը դառնա Թուրքիայինը։ Նրանք չեն ասում Հայաստանը անկախ չլինի, բայց եթե Հայաստանը զավթած թլպատները որոշել են Հայաստանը հանձնել իրենց թլպատ տերերին, նա ասում է պիտի մենք թույլ չտանք, որտև այստեղ ունեն իրենց շահերը, եւ իրենց շահերից չի բխում, որ սա անցնի Թուրքիային, այդքան բան է ասել, հիմար ձևը ասել, սխալ ասել, ոնց է ասել, դա ուրիշ թեմա է քննարկելու, բայց հաստատ դուք մեր ինքնիշխանության մասին չեք մտահոգված արաբատներով եւ մնացած ուխտերով։ Դուք ուղակի անհանգստացած եք, որ այն խոստումները, որ տվել եք ձեր թլպատ տերերին, չկարողանաք կատարել, որովհետեւ ինչ որ մի այլ պետության շահերից չի բխում դա, որովհետեւ դուք կարծում եք հայերին արդեն հաղթել եք, այս վերջի ամրոցն եք քանդեք եկեղեցին ու ձեր թլպատ տերերի խոստումը կկատարեք, որ տվել եք Հայաստանը վերացնելու եւ հիմա հանկարծ մի ինչ որ ուրիշ պետություն, որ այդ զգովերի մեջ չկա, չնայած շատերը մտածում են, որ այդպես է, բայց դա ի սկզբանե սխալ է, ասեմ ձեզ։ Այստեղ իրենց շահերի մասին են խոսում։ Այստեղ չեն խոսում մեր սիրուն աչքերի համար, ռուսները մեզ սիրում են, ուշքը գնում է, իրանք պրավասլավնի են, մենք քրիստոնյա ենք, տես բաներ չեն խոսում։ Այստեղ խոսում ենք շահերի մասին։ Շահերի բախում կա։ Եվ դրա համար խառնվել եք իրար։ Ոչ դուք եք մի բան, ոչ նրանք են մի բան, ոչ նրանք են մի բան։ Ոչ մեկդ էլ հայերի մասին չեք մտածում, որովհետև ոչ մեկդ էլ հայ չեք, այդքան բան։